Մինչդեռ ծառայության ժամկետի կրճատումը իմ առաջարկն է եղել դեռևս 2024 թվականի հունվարից։ Ինչ եմ ես առաջարկում արդեն 2 տարուց ավել։ Զինվորների թվաքանակն ավելացնելու համար անհրաժեշտ է գործադրել հետևյալ համակցված քայլերը։ Առաջին, ծառայության սահմանային տարիքը բարձրացնել։ Երկրորդ, ծառայությունից խուսափելու համար բժշկական փորձաքննությունից հրաժարվելը քրեականացնել։ Երրորդ, ծառայությունից խուսափած անձանց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն մեծ գումարի դիմաց, որը արդեն սահմանել են 27 տարին լրացածների համար։ Չորրորդ, քաղաքացիությունից հրաժարվելու համար բարձր վճար սահմանել։ Այս քայլերով մեզ կհաջողվեր ավելացնել զորակոչի թիվը, ինչը մեզ հնարավորություն կտար կրճատել ծառայության ժամկետը 6 ամսով կամ 25%-ով եւ հավաքագրված գումարները տրամադրել ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողներին, որպեսզի իրենց ծառայությունը ավելի գնահատված լինի։ Այսինքն ծառայության ժամկետի կրճատումը չի եղել առաջնային նպատակ։ Դա հավելյալ արդյունք էր, որը մեզ կհաջողվեր միմիայն իմ ասած քայլերը անելու եւ զորակոչի թիվը ավելացնելու արդյունքում։ Իմ նախագծի քննարկման փուլում պաշտպանության նախարարը առաջարկեց նախագծից հանել հավաքագրված գումարների զինվորներին տրամադրելու կետը եւ ծառայության ժամկետի կրճատման կետը, ասելով, որ դա ինքն է ցանկանում անել։ Ես ստիպված էի համաձայնել, քանի որ վարչապետը ինձ խնդրել էր նախագիծը շրջանառել նախարարի հետ համաձայնեցված տարբերակով։ Ես հանում եմ իմ նախագծից ամենագրավիչ 2 կետերը՝ հավաքագրված գումարների զինվորներին տրամադրելու կետը եւ ծառայության ժամկետի կրճատման կետը տալիս եմ նախարարին, ինչպես պայմանավորվել ենք։ Սա եղել է հստակ պայմանավորվածություն իմ եւ պաշտպանության նախարարի միջեւ։ Այժմ ստացվում է, որ պաշտպանության նախարարը խախտում է մեր պայմանավորվածությունը, քանի որ ես պայմանավորվածության արդյունքում եմ ծառայության ժամկետի կետը հանել իմ նախագծից եւ զիջել իրեն, որպեսզի ինքը ներկայացնի դրական եզրակացություն եւ ես կարողանամ դրական եզրակացություն ստանալ նախագծին եւ շրջանառել ինչպես պայմանավորվածություններն են մեր սահմանում։ Բացի այն, որ խախտվել է ձեռք բերված պայմանավորվածությունը, առաջին, ինչպես կարելի է ասել, որ ծառայության ժամկետի կրճատել ենք, միանգամից հստակ միտքը ասեմ, ինչպես կարելի է ասել, քանի որ ծառայության ժամկետը կրճատել ենք, զորակոչի թվի ավելացման նախագիծը այլևս ժամանակավրեպ է։ Ծառայության ժամկետի կրճատման հետևական զինվորների թիվը պակասելու է եւս 25%-ով։ Ու այսօր իմ առաջարկած օրենքի նախագիծի ոչ միայն ժամանակավրեպ չէ, այլ առավել անհրաժեշտ է։ Եվ երկրորդ, 2025 թվականի մայիսի 22-ին պաշտպանության նախարարը կառավարության նիստում իմ օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելու ժամանակ նշում էր, որ քաղաքացիությունից հրաժարվողների թիվը հազարներ է եւ սրա դեմը պետք է առնել։ Քաղաքացիությունից հրաժարվողների թիվը դրանից հետո աճեց։ Երբ պաշտպանության նախարարը որակում էր քաղաքացիությունից հրաժարվողների թիվը աններելի եւ սխալ եւ ասում էր, որ դրա դեմը պետք է առնենք, այդ ժամանակ մենք ներկայացնում ենք 2024 թվականի թվերը։ 2024 թվականին մինչև 18 տարեկան քաղաքացիությունից հրաժարվել է իգական սեռի 62 քաղաքացի, արական սեռի 1949 քաղաքացի։ Այսինքն շուրջ 2000 տղա մենք կորցնում ենք, որովհետև որևէ նմեղ խալիք չենք կիրառում։ Այս ժամանակ պաշտպանության նախարարը ասում է անդրադառել է եւ սրա դեմը պետք է առնենք։ 2025 թվականին իգական սեռի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը գրեթե չի փոխվել, 62-ը դարել է 68, արական սեռի հրաժարվողների թիվը աճել է 44%-ով, հասնելով 2811-ի։ Այսինքն մենք մեր բանակի զորակոչի տարեկան 30%-ը կորցրել ենք, միայն այն հանգամանքով պայմանավորված, որ անցած տարի մայիսին նախագիծը մերժվել է հանձնաժողովում։